Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը, Manifest Online դպրոցից եւ ուրախ եմ ձեզ տեսնել մեր YouTube-յան ալիքում։ Այսօր ես կխոսեմ Fibonacci հաջորդականության մասին, կհասկանանք ինչպիսի հաջորդականություն է հենց Fibonacci թվերը, ինչ են իրենից ներկայացնում եւ ինչպես է այն կիրառվում թրեյդինգում բնականաբար, եկեք անցնենք առաջ։ Այս հաջորդականությունը ստեղծել է հայտնի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանսկին եւ հայտնի էր Լեոնարդո Պիզանսկին Fibonacci մականվամբ։ Այստեղ շատ պարզ է իրականում հաջորդականությունը, յուրաքանչյուր հաջորդ թիվ կա երկու թիվ 0-ն եւ 1-ը եւ դրանից հետո յուրաքանչյուր հաջորդ թիվ ստացվում է նախորդ երկու թվերի գումարից։ Եվ այսպես շարունակ ստեղծվել է մի շատ հիանալի հաջորդականություն։ Այդ թվերը երևում են գրաֆիկի վրա։ Եվ բնականաբար այստեղ ցանկացած հաջորդ թիվ կարող ենք հասկանալ, օրինակ, մինչև 10946-ը երևում է։ Հաջորդ թիվը լինելու է 10946 գումարած 6765։ Հիմա ընկերներ, սա այդքան էլ կարևոր չէ իրականում եւ հասկանանք ինչ թվերն է մեզ պետք գալու եւ բնականաբար ինչպես ենք այն օգտագործելու հենց թրեյդինգում։ Թվերի հաջորդականությունը ունեն մի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Յուրաքանչյուր թվային զույգ, երբ բաժանում ենք միմյանց, ստացվում է մի գլխավոր թիվ, որը որ համարժեք է լինում ոսկե հատմանը, կլորացված 0.61 է ստացվում։ Յուրաքանչյուր երկու իրար հաջորդող թիվ երբ բաժանում ենք իրար, նորից ստացվում է նույն թիվը եւ սա էլ համարվելու է մեր 0.38 թիվը, նորից կլորացված արժեքում։ Յուրաքանչյուր 3 իրար հաջորդող թիվ նորից բաժանելով միմյանց, նորից նույն թիվն ենք ստանալու։ Եվ հենց այս թվերը բաժանելով միմյանց եւ ստանալով նույն թիվը ստացվում են հոգեբանական մակարդակներ, որն էլ հենց կիրառելու ենք թրեյդինգում։ Հիմա եկեք հանցնենք գրաֆիկին, ընկերներ։ Fibonacci ցանցի վրա կոնկրետ ցույց կտամ, ահա մեր Fibonacci ցանցը։ Fibonacci ցանց գծելու համար մեզ պետք է վերցնել իմպուլսի սկզբնակետը եւ վերջնակետը։ Կարգավորումներում, երբ մենք նշում ենք, հենց լինելու են տվյալ գլխավոր մակարդակները։ 0-ն եւ 1-ը դրանք իմպուլսի սկզբնակետն ու վերջնակետն են բնականաբար, 0.382-ը հենց այդ գլխավոր մակարդակներից է, երբ բաժանում ենք իրար եւ ստանում ենք այդ նույն թիվը։ 0.618-ը ոսկե հատումն է համարվելու, 0.786-ը, 0.236-ը նույնպես այդպիսի մակարդակներ են համարվում եւ 0.5-ը համարվելու է այդ երկու մակարդակների պատկերացրեք մեջտեղի հատվածը, դա Fibonacci մակարդակ չի համարվում, մեջտեղի հատվածն է ուղղակի համարվում։ Սրանք կարգավորումներն են։ Հիմա եկեք հասկանանք ինչպես է աշխատում Fibonacci ցանցը, Fibonacci թվերը կամ Fibonacci մակարդակները։ Իրականում ամեն ինչը շատ պարզ է։ Վերցնում ենք իմպուլսի սկզբնակետը եւ Fibonacci ցանցի միջոցով, ահա այսպես, ձգում ենք եւ տեղադրում ենք ցանցի վերևի հատվածում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մեր գլխավոր մակարդակները։ Եկեք հիմա կգծեմ, ահա 0.236-ը, 382-ը, 0.5-ը չի ասի, որ Fibonacci մակարդակ է, բայց նորից դիտարկում ենք եւ ահա մեր մակարդակները։ Սա մեկը լինելու է իմպուլսի սկզբնակետը, 0-ն վերջնակետը։ Այստեղ ընկերներ հենց այս մակարդակներում է տեղի ունենում կոռեկցիաները։ Fibonacci ցանցը ընդհանրապես անհրաժեշտ է հասկանալու համար կոռեկցիաները։ Մինչև որտեղ է տեղի ունենալու շրջադարձը, երբ գինը բարձրացել է եւ որտեղից է նորից շրջադարձ ունենալու իր նույն ի սկզբանե ուղղությամբ։ Եվ հիմա եկեք դիտարկում կատարենք եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Ահա, այստեղ տեսել ենք իմպուլսային շարժ։ Դրանից հետո Fibonacci ցանց են կառուցել եւ տեսնում ենք ինչպիսի շարժ է ունեցել։ Կոռեկցիայի արդյունքում տեսնում ենք, որ գինը նվազում է, քանի որ գինը չի կարող անվերջ աճել եւ բնականաբար տեսնում ենք այստեղ նվազեց, կոռեկցիան ունեցավ եւ արդեն սկսեց նորից բարձրանալ։ Ցանցի սահմաններից դուրս եկավ, վերջ ընկերներ, ահա Fibonacci ցանցի հզորությունը։ Ունենք իմպուլսիվ շարժ, դրանից հետո տեսանք կոռեկցիա եւ կոռեկցիան հենց մեր մակարդակներում տեղի ունեցավ, եթե այսպես տեսնենք։ Եվ դրանից հետո նորից սկսեց բարձրանալ իր սկզբանե ուղղությամբ։ Սա էլ մեր Fibonacci գործիքի մասին։ Իրականում շատ հետաքրքիր գործիք է, իրականում շատ եղանակներ կան օգտագործման։ Ես որպես հաջորդականություն ձեզ ներկայացրեցի, որպեսզի հասկանաք ինչպես է կիրառվում Fibonacci թվերը, ինչ հաջորդականություն է դա եւ թրեյդինգում կոնկրետ ինչպես է կիրառվում։ Սա ամենապարզ եղանակներից մեկն էր։ Բազմաթիվ եղանակներ կան Fibonacci կիրառման
Եթե ձեզ դուր եկավ այսօրվա մեր վիդեոն, դնում եք ընկերներ like վիդեոյի տակ, բաժանորդագրվում եք մեր YouTube-յան, Telegram-յան եւ Instagram-յան ալիքներին, մեկնաբանություններում նաեւ գրում եք ինչպիսի վիդեո կցանկանայիք հաջորդիվ տեսնել, որպեսզի ես նկարեմ ձեզ համար։ Ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը, մաղթում եմ բոլորիդ հաջող գործարքներ եւ եկամտաբեր գործարքներ։ Կհանդիպենք հաջորդ վիդեոյում արդեն։